Ռադիոհայի հիմնադիր Անդրեաս Ղուկասյանի կալանավորումն էականորեն ազդել է ընկերության աշխատանքի վրա։ Հետապնդումներից ոչ թե միայն Անդրեասն է տուժում, այլ տուժում է ամբողջ գործունեությունը ռադիոկայանի։ Ամուսնու բացակայության ժամանակ լրատվամիջոցի աշխատանքները Անահիտ Թարխանյանն է համակարգում։ Անդրեաս Ղուկասյանի ընդդիմադիր գործունեությունն ու ազատազրկումը դարձել են ֆինանսական կորուստների պատճառ։ Գրեթե 30% գովազդի ծավալը իջել է։ Ռադիոկայանի հովանավորչական ծրագրերը նույնպես։ Ընտանիքի համար դժվար էին հատկապես կալանավորման առաջին 2 ամիսները, երբ տեսակցության արգելանք կար։ Որդու կալանավորումը դարձել է Անդրեասի հոր առողջականի վատթարացման պատճառ։ Որտեղ եթե ես, երեխան եւ Անդրեասի մայրը կարող ենք տեսնենք Անդրեասին, հայրը, որ արդեն Անդրեասի ձերբակալելուց հետո շատ ավելի վատացավ, եւ անկողնային պարկած է արդեն 1 ամիս, չեն թողնում եւ բացառվում է, որ ինքը գնա եւ նուբարաշեն եւ հանդիպի Անդրեասի հետ։ Մենք խնդրեցինք, որ թույլատրեն ոստիկանի ներկայությամբ զանգի հորը կարողանա խոսալ հոր հետ։ Դա ինչ որ մի նենց բան չի, որ դա էլ են արգելում։ Անահիտ Թարխանյանը վստահ է, ամուսնու եւ ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդման արդյունք է սա։ Ոտքի Հայաստան նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է ու շուտով նյութերը կտրամադրվի փաստաբանին։ Նրա գործն անջատվել է այլ ընդդիմադիրների գործից, բայց արդեն ծանրացված մեղադրանքներով։ Նույն փաստերի հիման վրա նույն նոր մեղադրանքներ մեզ համար զարմանալի են։ Հիմա եթե Անդրեասը առանձնացվում է այդ գործից, բայց նույն մեղադրանքը մնում է։ Ինքը մենակ Անդրանիկի պես, հա, սուրը ձեռին մասսայական անկարգություններ է կազմակերպել, ինչպես է դա, ինչպես են պատկերացնում։ Անդրեաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Էրեբունու պարեկապահական ծառայության գունդ մտնելու մտադրություն ունենալու, զենքի տիրանալու եւ պատանդներ վերցնելու մեջ։ Որտեղից են դա պարզել, թե ինչ է Անդրեասի մտքում, ուղեղում, ինչ է կատարվում, նոր սարքավորումներ կան, նոր սկաներներ կան, որոնք կարող են հասկանալ, թե մենք ինչի մասին ենք մտածում, եթե դա այդքան տխուր չլիներ, կլիներ ծիծաղելի։ Անդրեաս Ղուկասյանը նուբարաշեն կալանավայրում է պահվում, մինչ իրավական գործընթացների արդյունքում կորոշվի, արդյոք նա ազատության մեջ կհայտնվի, մասնագիտությամբ տնտեսագետ կիբեռնետիկ ընդդիմադիր գործիչը ժամանակն իզուր չի անցկացնում։ Ասում է ես օրական երևի մինչև 10 կիլոմետր այդ 6 մետր, 3 մետրի մեջ քայլում եմ, ասում ոնց ես քայլում, ասում 3 մետր մի ուղղությամբ, 3 մետր մյուս ուղղությամբ, ասում անընդհատ քայլում ես, ասում անընդհատ քայլում եմ, հետո նստում աշխատում եմ, շատ մեծ գործ է անում Անդրեասը հիմա Հայաստանի զարգացման եւ տնտեսական զարգացման եւ Հայաստանին ճգնաժամից, այս տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ծրագիրն է գրում։ Անդրեաս Ղուկասյանի գործը Եվրադատարանում քննվում է արագացված ռեժիմով։ Բողոքը անօրինական կալանավորմանն է վերաբերում։ Ընտանիքը հույս ունի, որ գոնե եվրոպական ատյանի որոշումը նրան ազատություն կշնորհի։